Ուշադիր նայեցեք այս կինոկադրերը։ Ձեր առջև Բրանդենբուրգյան դարպասներն են։ Այս կամարների տակով տոնախմբությունների ժամանակ այսպես հանդիսավորությամբ անցել են կայզերական եւ ապա հիտլերյան բանակի անթերի վարժեցված զորքերը։ Իսկ հիմա նույն Բրանդենբուրգյան դարպասներով անցնում է սովետական բազմամիլիոնանոց բանակի փոքրիկ, բայց հերոսական ջոկատը եկած հայկական լեռնաշխարհից։ Ոմանք էլ դուրս են գալիս շարքից, որ Ռայքստագի պատին գրեն անուններն իրենց։ Հրճվում են բոլորը, պարում է անգամ պարել չիմացողը։ Ամեն մեկն իր ազգային պարն է բերել այս հաղթահանդեսին։ Պարում են և հաղթանակած հայ զինվորները։ Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով էլ են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բերլին, մեր նայիրյան, հնադարյան, ավանդական մեր քոչարին։